Ողջույն։ Խնդրում եւ կոչ եմ անում կարճ ասած հաղորդումը սոցցանցերում հանդիպելիս արձագանքել հավանության որևէ նշանով տարածել։ Նախկին ԿՊԱ-կան այժմ դատավոր Սարգիս Պետրոսյանին եւս կխնդրեմ։ Այսօրվա հաղորդմանս գլխավոր հերոս հաստատ կարող է ինքը դիտարկվել։ Հաղորդումս գրեթե պատրաստ էր, երբ մի զավեշտ տեղի ունեցավ։ Երբեք չեմ պատկերացրել, որ կարող է նյութի վերնագիր ես կամ մեկ այլ գործընկեր դնենք ու դրա պատճառով դատավորը դահլիճից դուրս հանի լրագրողից։ Այսօր տեղ ունեցավ հենց դա, որը երբեք չեմ պատկերացրել։ Տեղի էր ունենում դատական նիստ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական գործով։ Դատավորը Սարգիս Պետրոսյանն էր, որը հայտնի է որպես նախկին ԿՊԱ-կան։ Այս պատվարժան դատավորը այդպես է կարգը, որ պետք է դիմեն դատական նիստերին։ Մինչև դատական նիստը վերսկսելը կարդում է դատական նիստի մասին լուրը, որ դատավորը նախկին ԿՊԱ-կան Սարգիս Պետրոսյանն է։ Ոչ բամբասանք ենք գրել, ոչ Նիկոլի նման գրել ենք օդում կախված տեղեկությունների համաձայն։ Ոչ անձնական կյանք ենք մտել, ոչ իր մասին անթույլատրելի բժշկական գաղտնիք ենք բացահայտել, ոչ էլ վիրավորել ենք, չնայած այդքան վստահ չեմ մասի վիրավորվելու մասը, չէ որ ԿՊ-ին առնչություն ունենալը բանականությանը խորթ է ու վիրավորական։ Մի խոսքով, աչքերի դեմը սևանում է, մտնում է նիստերի դահլիճ ու սկզբից փորձում է միջամտել իմ խմբագրության աշխատանքներին։ Հետո էլ որ բացատրում են, թե որը որից հետո է, դահլիճից դուրս է հանում Երևան Today լրագրողին, որը ի դեպ իր մասնագիտական պարտականությունն էր իրականացնում, այդտեղ գտնվում էր բացառապես որպես իր աշխատանքը կատարող։ Ուղիղ եթերով դատական նիստը դիտելիս իմ առաջին ռեակցիան եղել է խնդալը։ Գոնե այսօր չաներ։ Այսօր այս դատավորի խնդալու քայլից մի երկու ժամ առաջ մի հատ ԿՊԱ-կան ազգային ժողովի անվյունից ասում էր, եկեք ընդունենք, որ լրագրողները, լրատվամիջոցները երբեք այսքան ազատ չեն եղել։ Դա ասում էր այն դեպուտատը, որը Սարգիս Պետրոսյանի հետ համարյա նույն ժամանակ մտավ ԿՊ։ Երկուսն էլ դեպուտատ դառնալու հույսով։ Կոնջորյանի բախտը բերեց, դարձավ դեպուտատ ու առայժմ ԿՊ-ում է, դեռ իր քաղաքական հերթական դավանափոխությունը չի ունեցել, իսկ Սարգսի բախտը չբերեց ու դեպուտատ չդարձավ։ Կարող էի հիմա աղմուկ բարձրացնել, թե տեսեք ինչ են անում, կոպիտ միջամտում են լրագրողների աշխատանքներին։ Սարգիս Պետրոսյանը լինելով դատավոր քրեական օրենսգրքով նախատեսված արարք է անում, խոչընդոտելով լրագրողի աշխատանքը։ Կարող էի դիմել Եվրամիության ու ԱՄՆ դեսպաններին ու ասել. տեսեք ձեր բաստիոնչիների գործողությունները, գնահատական տվեք։ Չեմ անում, որովհետև դուք այդ ԿՊ կոչվածներով այնպիսի հանցագործությունների մեղսակից եք, որ հավատացեք, ես էլ, մեր Աննան էլ, այս մեկը ժպիտով ձեզ կներենք։ Դուք պատրաստվեք մյուս թեմաներով պատասխան տալու։ Մի երկու օրից լրանում է 7 տարին, որ սրանք իշխանության են։ Այդ 7 տարում մենք այնքան բան ենք տեսել, որ մի հատ հանցագործություն ավել, մի հատ հանցագործություն պակաս, էլ եղանակ չի փոխում։ Հենց մեր լրատվամիջոցը տեսել է խուզարկություն, համակարգիչների ամիսներով առգրավմամբ, լկտիությամբ, եթե լավ եմ հիշում, ընդամենը մի անտռուսիկ մականուն ունեցող ԿՊԱ-կանի ֆեյք գրառման հիման վրա։ Մեր կայքի լրագրողին ազգային ժողովի հավատարմագրումից զրկել են, որովհետև ազգային ժողովի նախագահի աշխատավարձ ստացող Ալեն Սիմոնյանը անցնում էր ցինիզմի սահմանը, չկարողանալով հարցերի տակից դուրս գալ։ Մեր խմբագրության լրագրողի անպատվում էր ԿՊԱ-կան падգամավորները, նեղված, կարճ ասած հաղորդման ժամանակ շատ հիմնավորված քննադատությանս պատճառով եւ այլն։ Լիքը բաներ ենք տեսել, բայց ջղայնացել ենք, կամ շան տեղ չենք դրել, կամ խնդացել ենք, սա եւս խնդալուներից էլ։ Իսկ ինչու է խնդալու։ Հոգեբանները շատ ճիշտ կբնութագրեն, թե դա ինչ սինդրոմ է։ Այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են թելադրանքով, արտադրանքով, ինչ որ բանի դիմաց, այդ մարդիկ ավելի շատ են հակված մտածելու, որ այդպես անում են բոլորը։ Շատ չծանրաբեռնելու համար մեկ օրինակ բերեմ։ Նիկոլ Փաշինյանի խմբագիր ու падգամավոր աշխատած ժամանակ նրա անվան վերաբերյալ կան, ինչպես ինքն է ասում, օդում կախված տեղեկություններ, այն մասին, թե ինչպես է փող ստացել այսինչ բանը անելու կամ փողի դիմաց այսինչ բանը չանելու մասին։
Բացի օդում կախված տեղեկությունները կան նաև փաստ Միքայել Մինասյանի հայտարարությունը։ Ու Նիկոլ Փաշինյանը մամուլի մասին խոսելիս ասում էր, թե 99% փողով նյութեր գրողներ են։ Այսինքն, քանի որ նա աշխատել է այդ կերպ, կարծում է, որ այդ կերպ են աշխատում նաև մյուսները։ Նույնը կարող է պատահել Սարգիս Պետրոսյան նախկին ՔՊԱ-կանի պարագայում։ Օրինակ, ձեզանից քանիսն է վստահ, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի տակ նորաթուխ դատավոր Սարգիս Պետրոսյանը մտել է իր կամքով, գործը քննում է արդարացի, իր համոզմունքներով խղճով։ Կարող եմ մտածել, որ Սարգիս Պետրոսյանը ՔՊ կուսակցության կամքն է արտահայտում դատական նիստերում։ Կարծում եմ լրիվ իրավունք ունեմ, թե ինչու քիչ անց կանդրադառնամ։ Մեր լրագրողին հարց է տալիս. ամեն անգամ ձեզ ասում են ինչ վերնագիր դնեք, ու նայում է երկրորդ նախագահի փաստաբանների կողմը։ Նախ վերնագիրը հենց ես եմ դրել, որովհետև ու բնականաբար լրագրողը դատական նիստեր մասնակցում։ Այսինքն ինձ, որ տասնյակ տարիներ խորացել եմ մեր երկրի ամբողջ ներքաղաքական, ՔՊ իշխանության գալուց նաև տնտեսական, սոցիալական, իրավական կյանքի մեջ, պետք է հուշեն, թե ոնց վերնագիր դնեն, ու իրեն իրոք թվում է, որ կարիք ունեմ ինձ հիշեցնեմ, որ Սարգիս Պետրոսյանը նախկին ՔՊԱ-կան է։ Մեր լրագրողը շատ համարժեք է պատասխանում, որ եթե դուք մտածում եք, որ մեզ ասում են ինչ վերնագիր դնենք, ես էլ մտածում եմ, ուրեմն ձեզ ասում են ինչպես վարեք դատական նիստը։ Վերնագիրը դրել եմ ես, իմ ուզած վերնագիրը։ Ավելին ասեմ, ամեն դատական նիստի այդ վերնագիրն եմ դնում։ Կարծում եմ, որ կարևոր է ամեն անգամ դա հիշեցնելը, որովհետև չի կարող նորմալ լինել, երբ քաղաքական թիվ 1 հակառակորդին դատի մյուս քաղաքական թիմի թեկուզ նախկին անդամը, արդեն մեծ պրոբլեմ ունեք։ Էլ չեմ ասում նախկինում 10 տարի նախագահ աշխատած, իմ երկիրը ներկայացրած մարդուն, 2 գեներալ գնդապետի, 1 նախկին փոխվարչապետի, ձեզպես անփորձ ու դեռևս որևէ կերպ հեղինակություն ձեռք չբերած նոր դատավորը։ Եվ այո, այդ ամենը շատ հետաքրքրանում է, երբ պարզվում է, որ նաև ՔՊԱ-կան ցուցակում եք եղել։ Փաշինյանն էլ անձամբ քարոզարշավ է արել ձեզ համար։ Ու այո, հաճախ մտածում եմ, որ Սարգիս Պետրոսյանին ասում են ինչպես վարել դատական նիստը։ Սարգսից առաջ էլ Դանիբեկյանին էին ասում, իմ կարծիքով։ Դանիբեկյանից առաջ էլ այն մի դատավորին զանգում ասում էին ընկեր ջան, ուզես չուզես կալանք պիտի տաս, մի վախի եւ այլն։ Մի դատավոր չի ենթարկվեց, կայացրեց որոշում համաձայն օրենքների ու իր խղճի, Նիկոլի դուրը չեկավ, հելան սախ ՔՊԱ-կաններով մյուս առավոտ շրջափակեցին դատարանների դռները, թե գործի չեք գնա, հələ մեր ուզածով արեք արա։ Տեսել ենք, չէ, սախ տեսել ենք։ Ուզի չուզի դատավոր Սարգիս Պետրոսյանը իր պատմուճանն է ստացել մի համակարգում, որտեղ Նիկոլն ասել է կա տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի, որտեղ մեկ այլ բարձրագույն կոչվող դատավորի էլ վարչապետը SMS է ուղարկում եւ նա հրաժարական է տալիս, չնայած ասում է, թե ինքը իր գործը բացառապես փայլուն է անում։ Էն էլ շեֆը ուրիշ բան որոշեց, էլի։ Աննա Դանիբեկյանի դեմ նյութ է հրապարակում ՔՊԱ-կան դատական համակարգը այն մասին, որ Քոչարյանի գործով դատերը ձգձգել է։ Սարգիս Պետրոսյանին էլ հանձնարարվում է այս հակասահմանադրական գործը, նիստի ժամանակ ասում է՝ եկեք չձգձգենք, ամեն շաբաթ նիստ անենք։ Ուզում է ասել առանց ցուցումների աշխատում։ Եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին կարող է ասել, այս գործով ինչ անեն, կալանք տան, չտան, եթե նախկին թիմակցին, որ հիմա դատախազ է, կարող է ասել, որ քրեական գործերով իրեն զեկուցի, եթե Նիկոլ Փաշինյանը ինքն է հանցագործության վերաբերյալ վարկածները թելադրում, ինչի չի կարող դատավորն էլ ասել ոնց անի, ընդ որում իր նախկին կուսակցական ընկերոջը, այս բեմի վրա իրար հետ կանգնել են։ Ավելին, դատախազներն էլ մի լավ վիճակում չեն։ Լավ, եկեք Սարգիս Պետրոսյանին անդրադառնանք մեկ այլ տեսանկյունից։ Ինչի է նեղվել։ Գուցե նա նեղվել է, որ գրել ենք նախկին ՔՊԱ-կան, գուցե ինքը չի ուզում ասեն նախկին, հիմա էլ կարող է ՔՊԱ-կան է նաև հիմա, այսինքն ծածուկ կիսում է գաղափարները, բայց գուցե նաև լրիվ հակառակն է։ Մի երկու նիստի ժամանակ ժամերով գլուխ էր գովում, թե ինչքան հայրենասեր է։ Ես էլ դե մտածում եմ, ոնց կարող է մարդը հայրենասեր լինել ու չվիրավորվել, երբ իրեն անվանեն թեկուզ նախկին ՔՊԱ-կան։ Բայց սա էլ դժվար,
որովհետև հայրենասեր դատավորը չէր մտնի նման ադրբեջանահաճո գործի տակ։ Բա դատախազները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից բռնած հակասահմանադրական գործը մինչև վերջ պաշտպանեցին։ Նույն կերպ էլ հիմա դուք եք անում, ու դուք գիտեք ինչի դիմաց։ Մի օր էլ մենք կիմանանք, հիմա միայն ենթադրում ենք։ Դուք հիմա հակասահմանադրական ճանաչված գործով քննություն եք իրականացնում, արդեն կես տարուց ավելի ու մեղադրյալ չկա, ու այդ ամենը անում եք Բաքվի դատավարությունների հետ, գուցե ակամա սինխրոնիզացված։ Հենց այսօր էլ Բաքվում դատական նիստ էր Արցախի ղեկավարների վերաբերյալ։ Քպական լինելուց նեղվում եք, որովհետև մի քանի ամսից կամ առավելագույնը 1 տարի 2 ամիս հետո ՔՊ-ն կհայտնվի պատմության գրկում կամ որ ավելի ճիշտ է պատմության սովետաշենում, ու շատերդ պատասխանատվության առաջ եք կանգնելու։ Դուք ճիշտ եք անում, որ նեղվում եք, որովհետև անընդհատ հիշեցնում են, որ ՔՊ-ական եք, որովհետև մի թիմի անդամ եք եղել կամ գուցե նաև ներկայում, որի ճակատին գրված է դավաճան, փորագրված է, դաջված է, իսկ դրանք չեն ջնջվում, որքան ուզես ասֆալտ փռի։ Կարճ ասած, մի տղա կա 2018-ից ոգևորված Թևին Նիկոլի գլուխն էր Նակոլկա արել։ Հետո դարձել էր հականիկոլական, Նակոլկան ջնջելուց վնասել էր թևը։ Այդ խարանը ձեր ճակատից չի ջնջվելու։ Դատավորը դեռ շատ կնեղվի։ Գուցե նեղվելու պատճառներից մեկն էլ է, որ մենակ մենք չենք հիշեցնում, այլ ամեն անգամ դա հիշեցնում են իր համակարգում, իր թաղամասում, գուցե իր տանը, երեսով են տալիս, խնդում են վրան։ Սարգիս Պետրոսյանը Երևան Today-ից այո կարող է եւ նեղվել, բայց վստահեցնում եմ, որ նեղվելը դեռ առջևում է, երբ այս իշխանությունը գնա, տված պատվերը չեղարկվի ու ինքը մնա ճակատին գրված նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյան։